Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ է բաց թողնվում իշխանի Գեղարքունի և ամառային ենթատեսակի շուրջ 120,000 մանրաձուկ։ Ամենամյա այս միջոցառումն ուղղված է լճում իշխանի պաշարների վերականգնմանը բնական եղանակով։ Մանրաձուկները կենսունակ էին, այնպիսի չափերի, որ կհարմարվեն լճի էկոհամակարգին, այդ ամբողջը նախապես ուսումնասիրվել է, համապատասխանեցվել է ջրի կենսապայմանները Սևանա լճի և մեր միջև բաց թողումը պահման պայմանների հետ, որը կբերի նաև շուտ հարմարվողականության։ Դա հավաստում են թե ուսումնասիրության արդյունքները, որը իրականացնում է համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետությունում, նաև ձկնորսների շրջանում հավաստում են այդ փաստը, այսինքն վիզուալ տեսանելի է այն փաստը, որ Սևանի իշխան ձկնատեսակը Սևանա լճում քիչ վերականգնվում է։ Նախատեսված է մինչև տարեվերջ լիճ բաց թողնել շուրջ 1,20,000 մանրաձուկ։ Լճում Սևանի իշխանի պաշարների ավելացման որոշակի դրական ցուցանիշ կա։ Այս մասին հավաստում են գիտական գործերի արդյունքներն ու ձկնորսների վկայությունները։ 2020-ից 2025 թվականներին կառավարության հետևական աշխատանքի շնորհիվ ընդհանուր Սևանա լճում բաց է թողնվել մինչև 2 միլիոն մանրաձուկ, իսկ միայն այս տարի մենք պլանավորում ենք բաց թողնել առնվազն 1 միլիոն մանրաձուկ։ Նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի 2027 թվականին արդեն կողակի մանրաձուկները պատրաստի ունենանք նորից Սևանի լճի համար։ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարը, նշելով, որ միջազգային վստահության և մեծ պատասխանատվության ցուցիչ հանդիսացող այս իրադարձությունը դառնալու է ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների և բնության պահպանության ոլորտում համատեղ լուծումներ մշակելու հարթակ։ Անահիտ Կարյան, Արփիկ Կակոյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։